Բայց ասեք մի քիչ ավելի խոսակցական բառապաշարը ձեր համար անընդունելի է։ Այստեղ գալի բաներից են խոսում, ոնց որ տենց էլի մենք այս երկրից չենք եղել, այս ամեն ինչի միջով չենք անցել, բա ասում է, Տիկին Գրիգորյանը ասում է, կգնաք Էրդողանը ձեզ բան կանի, ինչ որ հավանություն կտա կամ չի տա, կամ Ալիևը։ Ժողովուրդ ջան, այս երկրում Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոն զբաղեցրած միակ մարդը, ով Ալիևից ոչ միայն հավանություն, այլև երաշխավորագիր է ստացել, դա Ռոբերտ Քոչարյանն է։ Ռոբերտ Քոչարյանը կոմունիստական կուսակցության անդամ դառել է Հեյդար Ալիևի տված երաշխավորագրով։ Հեյդար Ալիևը ստորագրել է, ասել է ես երաշխավորում եմ, որ այս մարդը կլինի լավ կոմունիստ։ Մտել է դառել է կոմունիստ այդ մարդը։ Հիմա եկել եք այստեղ հավանություն։ Իդեպ, այդ երաշխավորագիրը Ռոբերտ Քոչարյանը այսենց արդարացրել է, այսենց չէ, այսենց արդարացրել է այդ երաշխավորագիրը։ Գիտեք խի, որտեղ որ գալիս եք այստեղից ինչ որ ցինիկ ելույթներ եք ունենում, դա գիտեք ինչով է պայմանավորված։ 1998 թվական Ռոբերտ Քոչարյանը պիտի ստանձնի Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը։ Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն կազմում է $139 միլիոն, Ադրբեջանը կազմում է $150 միլիոն։ Տարբերությունը 11 միլիոն։ 11 միլիոն, ոնց ասեմ, Քոչարյանի տան գնի չափ ընդամենը $2000 միլիոն։ 2008 թվական Քոչարյանը հանձնում է նախագահություն։ Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն $364 միլիոն։ Ադրբեջանին ուշադրություն 1 միլիարդ 932 միլիոն $։ Հասկանում եք, մարդը ստանձնել է պետության ղեկը, ունենալով Ադրբեջանից բյուջեի տարբերություն ռազմական, ընդամենը 11 միլիոնի, ու հանձնել է երկիրը իր սիամական երկվորյակի, ունենալով ռազմական բյուջեի տարբերություն 1 միլիարդ 600 միլիոնի։ 1 միլիարդ 600 միլիոնի։ Նախազգուշացում Պասուկյան։ Ժողովուրդ ջան, ձեզ թվում է թե այս թվերը տենց բան են, հա։ Ասում է Քոչարյանի տարիները, կառավարման տարիները դրանք խաղաղության եւ բարգավաճման եւ ծաղկման տարիներ էին։ Այո, բայց Ադրբեջանի համար։ Որտեվ Ադրբեջանը ռազմական բալանսը 1 միլիարդ 600 միլիոնի խախտում էր, երբ որ 10 միլիոն էր այդ խախտվածությունը ընդամենը։ Այո, Ադրբեջանին պետք էր խաղաղությունը այդ տարիներին։ Ադրբեջանին պետք էր, որ ինքը ունենա 1 միլիարդ 600 միլիոնի ավելցուկ Հայաստանի նկատմամբ ռազմական բյուջեի տեսանկյունից։ Թե բա հերոս, թե բա չգիտեմ ինչ։ Ասում եմ, այդ մարդը Ալիևի տված երաշխավորագիրը Հայր Ալիևի միջև հիմա արդարացնում է, այտենց որ ինչ-որ մի երկրի ուզենաս վատություն անես, կամ տես թշնամի տնի, պետք է ասես Քոչարյանը դառնա քո նախագահը խոսքի, չգիտեմ, ինչ ասեմ, ձեզ ժողովուրդ ջան։ Բան են անում, ասում է բալիստիկ հրթիռների տակ, եկեղեցու հետ կապված ինչ-որ բան, դուք ինչ եք անում բալիստիկ հրթիռների տակ։ Բալիստիկ հրթիռների տակ երկու ընդդիմադիր խմբակցությունը գիտեք ինչ են անում։ Ամեն մեկը մի հատ թուղթ է վերցրել, սենց, ինչ-որ մի հատ թուղթ է, դատարկ թուղթ է, պրոստը ստորագրությունների տեղ կա վրեն։ Այն մեկը այդ մի թղթի տակ է ստորագրում, այն մեկը այն մյուս թղթի տակ է ստորագրում, հետո ասում է, չէ դուք եկեք մեր թղթի տակ ստորագրեք, չէ դուք եկեք մեր թղթի տակ ստորագրեք, չէ ձեր թուղթը լավը չի, գույնը այն չի, սկրեպը լավը չի, այդ է ձեր արածը բալիստիկ հրթիռների տակ այս բանարվող աշխարհում, ինչ անունը։ Ու այդ թուղթն էլ ինչի համար է, որ կավատության գործով անցած մեկի աղբորը բերեն իբր վարչապետի թեկնածու կանգնացնեն ստեղ։ Ժողովուրդ ջան, ամոթ է էլի։ Գոնե լուրջ բաներով, որ իմանանք մի տենց երևելի գործերով եք զբաղված, մեզ էլ ասում եք դուք ինչով եք զբաղված, է լուրջ եք ասում, հա։ Այս բանը, որ լրատվականը միացնում է Սերժի լրատվականները քոչարյանականներին են բանանում, թե բա այս դավաճանները իրականում Այն մեկի լրատվականն ես միացնում, այս Սերժի բաները իրականում, բայց այս սաղ ֆարշի համար է։ Քոչարյանն ու Սերժը, ժողովուրդ ջան, եթե ձեզ թվում է, թե կարելի եք այս ժողովրդին մանիպուլացնել կամ խաբեք 26-ից առաջ, 26-ի ընտրությունից, Քոչարյանն ու Սերժը սիամական երկվորյակներ են։ Իդեպ իրար կպած են կենսական օրգաններով սենց, որ եթե հանկարծ փորձեց վիրահատական միջամտությամբ առանձնացնել, երկուսն էլ կմեռնեն։
Անհնար է պատկերացնել, որ Սերժ ու Քոչարյան սիամական երկվորյակներին հնարավոր է իրարից առանձնացնել։ Էն է, Սերժը խմբակցության падգամավոր է, ինչ ասես, ասում էր Քոչարյանի թեկնածուին Գյումրու ընտրություններում։ Իրար վրա կրակելել էին, արյունել էր թափվել, ամեն ինչը լեղել էր, ընտրություններն եղավ, գնաց միացավ։ Հիմա եթե ձեզ թվում է, թե sense կարող եք մարդկանց համոզեք, իդեպ դուք ինչն եք ճիշտ անում։ Հասկացել են, որ Հայաստանում երկու մեծագույն անտի-ռեյտինգ կա։ Սերժի անտի-ռեյտինգը ու Քոչարյանի անտի-ռեյտինգը։ Հիմա փորձում են ամեն մեկը մյուսի անտի-ռեյտինգի վրա խաղան, տենց որոշակի ձայներ կեն, որտեղ մեզ հարվածելով իրանց ռեյտինգը չի բարձրանում, որտեղ մենք այդքան անտի-ռեյտինգ չունեն, հասկացել են, եկեք իրար խփեք, տենց մեր ռեյտինգը կբարձրանա, էլի կտրուկ ձեր։ Չի աշխատելու, ժողովուրդ ջան, ուրիշ բան մտածեք, անկեղծ եմ ասում, չի աշխատելու։ Մի ուրիշ բանի մասին եմ ուզում խոսեմ, ժողովուրդ ջան։ Այս վերջերս բարբերաբար, կոնկրետ, չգիտեմ որ խմբակցությունն է, այդ տարատեսակ ձեռնասուն սոխակացուներ, տենց Ռուսաստանում կա Սոլավյով, Հայաստանում կան սոխակացուներ, տենց սոխակացու պոտենցիալ էլի ենթադրյալ, դրանց ուղարկում է եթերներ, ինչ որ տենց տարբեր էժանագին շոուներում բանում խաղացած, ինչ որ տղամարդիկ են, ուղարկում է տարբեր հարցազրույցների բանի, ասում է գնացեք ասեք, որ ուժեղ ձեռք է պետք, բան է պետք, սրանք չգիտեմ ինչ են հասկանում, դա այսպես գնում է տղամարդը, ալեհեր բան, ասում է ворց է պետք։ Կանա ժողովուրդ ջան, ձեր ցավը տանը, մի հատ կողմնորոշվեք, դուք կամ LGBT-ի դեմ եք պայքարում, կամ ձեր տղամարդիկ ворց են ուզում։ Ես անկեղծ այդ սիստեմը չեմ հասկանում, ցերեկները, վա, ես իշխանությունը LGBT բան, գիշերները գնում են ինտերվյու իրիկունները, ворց եմ ուզում։ Չեմ ուզում հասկանամ, вообще չեմ էլ կարող պատկերացնեմ, թե բանա, вообще տանը հայելու առաջ ոնց է այդ բանը անում, էլի են կարքինի պես հեծանիվ եմ ուզում, հայտնի ձեռնաշարժումներով, այդ ворցն ուզում, թե չէ։ Բայց ինչևէ, եթե բանը ասելա դրան, որ այնուամենայնիվ ворց եք ուզում ու շատ եք ուզում, ժողովուրդ ջան, թռածների մեջ ворցման մի եկեք, առնվազն, թույլ տվեք էլի ձեր բառապաշարով արտահայտ, թռածների մեջ ворցման մի եկեք, որտեղ եթե ձեր ընկալման պետ ворցը Քոչարյանն է, հազար ներողություն, այդ ворցի ընկացման են գալի, տանենք բանավեճի, բերենք ստեղ այդ ձեր իմպիչմենտի թղթի տակ բերենք այս ամբիոնի մոտ կանգնացնենք, մի հատ ворցությունը չափենք, հասկանանք, մի հատ տենց ինչ կարապշե էս կյանքում առհասարակ, ինչքանով է ինքը ворց։ Տենանք կկարողն է այս դռնից ներս մտնի գոնե, փոքրը չի մտնում ինչքան վաղ տակամ գալի շուտ մտնում գնում է, հասկանանք մի հատ, չենք կարող։ Ժողովուրդ ջան, եթե այդ ամեն ինչից ձեզ այնուամենայնիվ թվացել է, թե Սոլովյովները ու մնացածը կկարողանան կապահովեն ձեր համար որոշակի դրական ընկալում, ես միանշանակ ասում եմ, որ դա ձախողված գործ է ի սկզբանե, չափազանց ձախողված եւ այնուամենայնիվ վերահաստատում եմ ելույթի սկզբում ասածը Տիկին Խամոյան, դուք միանշանակ շատ ավելի լավ կանացի լիդերություն ունեիք ձեր խմբակցությունում, քան